Ահա այսպիսի վարդագույն միջավայրում են ապագա մայրիկների առողջության մասին պատրաստվում խոսել բժիշկները։ Աշխատանքային գործունեության ընթացքում հազարավոր կանանց տվել են մեկ հարց. ում համար եք դուք պատասխանատու։ Եվ եզակի բացառությամբ բոլոր կանայք պատասխանել են երեխաներից։ Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ով է պատասխանատու այդ կնոջ համար։ Պատասխանատուն նորից կինն է, անմիջապես հավելում է մանկաբարձ գինեկոլոգը։ Եթե մենք ներդրում ենք կնոջ առողջության մեջ, ներդրում ենք նաև սերունդների առողջության մեջ, потому что только здоровая женщина может выносить здорового ребенка, интеллектуального, умного ребенка, который будет радовать свою семью, радовать государство. Թե ինչ է պետք ապագա մայրերին գիտի Պրեմամադուոն։ Սպասված պրեպարատն արդեն Հայաստանում է եւ հայ կանայք նույնպես կարող են հանգիստ եւ որ կարեւորն է առողջ մայրանալ։ Մենք արդեն ներկայացնում ենք Հայաստանում ալկալոիդ ընկերության Պրեմամադուոն, որը իրենից ներկայացնում է ամբողջական վիտամինը միներալնի համակցություն, որտեղ որ մենք կգտնենք անհրաժեշտ բոլոր վիտամինները, միներալնային հավելումները եւ նաեւ օմեգա 3 ճարպաթթուները։ Այսինքն ինքը խելացի համակցված կոմպլեքս է Պրեմամադուոն, որը որ նպաստելու է նրան, որ մենք տանենք այդ առողջ մայրիկ, առողջ բալիկ եւ առողջ ընտանիք այս գաղափարախոսությունը։ Եթե կինը լավ տրամադրություն ունի, եթե առողջ է, եթե հոգեպես հանգիստ է, ամուսինը, երեխաները բոլորը կուշտ են, հանգիստ են, անգամ տանշումն ու կատուն են հանգիստ։ Գաղտնիք չէ, որ առողջ լինելու անհրաժեշտ ու գլխավոր բաղադրիչը սնունդն է։ Իսկ արդյոք մրգերով ու բանջարեղենով հարուստ մեր երկրում մարդիկ ճիշտ սնունդ են ստանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ազգաբնակչության հիմնական մասը բալանսավորված չի սնվում ու առողջ չի սնվում։ Նախ բավականին ցածր քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործում։ Այսինքն օգտագործում է ավելի քիչ, քան խորհուրդ է տրվում տարվա 12 ամիսներին։ Հիմնականում բջջանյութի քանակն է դրանից քչանում մանրաթելերի, ինչը կարող է ռիսկ հանդիսանա ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բարձրացմանը։ Իսկ չարաշահում են շաքարը, աղը, ինչն էլ սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։ Նույն ռիսկերը նաև կանանց համար են, ներառյալ նաև հղիանալու, հղիությունը առողջ ընթանալու եւ նորմալ ծննդաբերություն ունենալու ռիսկերը։ Այստեղ ավելի շատ վտանգավոր են միկրոէլեմենտների պակասները, մասնավորապես երկաթի, որը էլի բավականին բարձր տոկոսով տարածված է կանանց ռեպրոդուկտիվ կանանց շրջանում։ Պրեմամադուոյի մասին Հայաստանի իր գործընկերներին պատմում է Ռուսաստանից ժամանած մանկաբարձ գինեկոլոգ Ալինա Սոլովյովան։ Мама ребенку должна дать абсолютно все. Сегодня мы будем обсуждать, наверное, и те дефицитные состояния, которые имеют место быть. Да? Например, у всех у нас дефицит йода. Мы мало едим сейчас рыбы, а морская рыба очень дорогая везде, и в России, и в Армении. Мы не получаем иодированную соль, как это было в СССР. Соль была коричневого цвета, она была иодированная, и это опять-таки интеллектуальное развитие будущего ребенка, будущего потомства. То есть это наше будущее. Поэтому, конечно же, этот проект очень важен. Вторая проблема, которая есть во всем мире, это рождение детей с пороками развития. Есть единственная доказательная база – это фолиевая кислота или витамин В9. К сожалению, его никто не принимает до зачатия. Все считают, что витамины, они для беременных, но иногда это уже бывает поздно. И если это донести врачам, рассказать, обсудить, и они расскажут своим пациенткам, соседкам, своим племянницам, то создается вот тот фон, да, на котором возможно рождение здорового ребенка без пороков развития. Հղիների եւ ապագա բալիկների առողջությունը մանկաբարձ գինեկոլոգների աշխատանքային գործունեության գերակա խնդիրներից է։ Միշտ չէ, որ միայն առողջ ապրելակերպ պահելով սննդակարգը պահպանելով հղիները ստանում են բոլոր այն անհրաժեշտ վիտամիններն ու ուրեմն աղերը,
որոնց մենք միկրոէլեմենտները, որոնք մեզ պետք են եւ իրենց առողջությունը պահպանելու համար եւ պետք են ապագա բալիկին նորմալ զարգացման համար։ Այստեղ օգնության է գալիս բժշկագիտության դեղագործական ոլորտը։ Հանդիպում ենք մի հետաքրքիր պրեպարատի հետ, այսօր դա իր շնորհանդեսն է Հայաստանում, շատ հետաքրքիր համադրություն է, ուրեմն որը իր մեջ պարունակում է եւ վիտամին եւ միներալներ, մի կողմից, մյուս կողմից էլ օմեգա 3-ի հավելում, այսինքն ինքը աշխատում է մի քանի ուղղություններով, ապահովելով դրա շնորհիվ ապահովելով ավելի մեծ արդյունավետություն։ Բոլոր ստանդարտ պարունակվող վիտամին եւ այլ հավելումներից բացի ինքը պարունակում է մի այնպիսի մետաղներ, որոնք մենք պրակտիկորեն չենք օգտագործել մինչև այժմ, բայց որոնք շատ կարևոր են։ Շուր կնոջ խորհուրդ է տրվում մինչև պլանավորումը հղիության ընթացքում եւ կերակրման ընթացքում վերացուցիչ միկրոէլեմենտներ, պոլիվիտամինների ձևով օգտագործելը։ Եվ բոլոր հղիները գիտակցում են դա եւ մեզանից արդեն լավ գիտեն բոլոր պոլիվիտամինների մասին։ Մինչ դա ասում էին, որ չէ, սննդի միջոցով մենք ամեն բան ստանում ենք, դեղ չենք ուզում խմենք։ Ես ուզում եմ բոլոր հղիների եւ կանանց ասել, սա դեղ չէ։ Ընդհանրապես լրացուցիչ օգնություն է, որպեսզի իրենք ունենան առողջ բալիկ։ Առողջ կին, երջանիկ մայր եւ ամուր ընտանիք այդ շղթան այսօր հնարավոր է դարձնել ավելի իրական։ Իսկ այն իրականություն է դառնում շնորհիվ Պրեմամա դուոյի։